Մարդը աշխարհն է շալակաստանում մարդեր կա ելել է շալակն աշխարհի Աշխարհի շալակը ելնելու ունակությունը շատերը, մասնավորապես այդ ճարպկության կրողները, փաստարկում են այսպես. աղբեր պտի խաղաս, սաղ են խաղում, հորը սարև, կյանքը բեմ է, մարդիկ դերասան, պետք չի ամեն ինչ այդքան լուրջ ընդունել։ Աշխարհի շալակը ելնելու հակումը դիտվում է ըստ որոշ հետազոտությունների աշխարհի բնակչության շուրջ 1-3%-ի մոտ, և այն իր հստակ հոգեախտաբանական նկարագրությունն է գտել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրատարակված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգման ձեռնարկում F60.2 հակասոցիալական անձնային խանգարման տակ։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն հասկացաք, այսօր կխոսենք հակասոցիալական անձնային խանգարման կամ հակասոցիալական անձնավորության մասին, կփորձենք հասկանալ, թե ինչ էին իրենից ներկայացնում, որոնք են հիմնական բնութագրիչ գծերը, ինչպես ճանաչել դրանք և ինչպես պաշտպանել ինքներդ ձեզ այն ազդեցություններից, որոնք հիմնականում բնորոշ են հակասոցիալական անձնավորությանը։ Ուստի հորդորում եմ տեսանյութը դիտել մինչև վերջ։ Հակասոցիալական անձնային խանգարմանը բնորոշ են անպատասխանատվությունը, սոցիալական նորմերի, օրենքների, կանոնների և սեփական պարտականությունների վրա թքած ունենալը, մեղքի զգացման գրեթե լիակատար բացակայությունը և ապրումակցման, ուրիշների վիճակների մեջ մտնելու ունակության ցածր մակարդակը։ Այդպիսի անձանց մոտ հաճախ դիտվում են ինքնավերահսկման լրջագույն խնդիրներ, հուզական վիճակների կտրուկ տատանումներ, հատկապես երբ իրադարձությունները չեն զարգանում իրենց ուզած հունով։ Եվ իհարկե մշտական անհաղթահարելի անկարողությունը սեփական սխալներից սովորելու։ Համացանցում իհարկե կարելի է գտնել բազմաթիվ նյութեր, որոնցում թվարկվում են հակասոցիալական անձնավորությանը բնորոշ գծեր, ինչպես օրինակ ագրեսիվություն, խարդախությունների դիմելու, ստելու, մարդկանց շահագործելու հակումներ և այլն։ Ամեն ինչ թվում է առաջին հայացքից պարզ, հստակ, կանխատեսելի։ Բայց գործնականում, եթե աշխարհի շալակը ելնելը այդքան ակնհայտ տեղի ունենար, անմիջական ընկալման համար այդքան մատչելի, ապա աշխարհը թերևս ավելի գեղեցիկ տեսք ունենար, քան այսօր ունի։ Հետևաբար մենք հիմա ոչ թե զուտ մեխանիկորեն կետ առ կետ կհիշատակենք հակասոցիալական անձնավորությանը բնորոշ ընդհանրական գծերը, որոնք այսպես թե այնպես պարզ կարելի է գտնել համացանցում և մոտավոր պատկերացում կազմել խնդրի մասին, այլ կփորձենք միասին ճանաչել նրանց կողմից աշխարհի շալակը բարձրանալու մի շարք փորձեր, որոնք գուցե մեզ համար կարևոր նշանակություն ունենան։ Դե եկեք սկսենք դիմակազերծելը։ Նա որ ելել է շալակն աշխարհում երբեք թաց տեղ չի քնում։ Դե թաց տեղ պառկելը առողջության համար բնականաբար լավ չէ։ Սակայն խոսքն այստեղ չի գնում ֆիզիկական կամ հոգեբանական ինքնախնամքի մասին, այլ ժամանակավոր նեղությունների նկատմամբ անհանդուրժողականության ցածր շեմի։ Նույնիսկ եթե ստացվի, որ հանգամանքների բերումով նրանք թաց տեղում քնեն, ապա ենթադրյալ չոր տեղում քնողների քթից բերելու ուղղությամբ աշխատելու և խորամանկությամբ և շողոքորթությամբ որևէ բան կորզելու հեռանկարով։ Այստեղ էլ ի հայտ են գալիս ճկուն խոսքը, կես ճշմարտությունները, խորամանկ ժպիտները, որովհետև նրանք չեն ցանկանում դժվարությանը դիմանալ, այլ գցել այն դիմացինի գրպան։ Դու գիտի թե ում հետ և ուր է գնում, ում մեռելին է անարցունք լալիս, ում խոսքի վրա սուտ-սուտ ծիծաղում։ Այո, եթե շահերը հանգամանքների բերումով համընկնում են, ապա կա միասին որոշակի ճանապարհ գնալու հնարավորություն։ Բայց երբ ռեսուրսներն արդեն սպառվում են, ապա Դե լավ ուղղակի մենք գնանք։ Հաջող ապեր։ Հաջող ապեր։ Զբաղված ենք ապեր։ Հաջող ապեր։ Շնորհավոր ցավդ կանեմ, ոնց ես իմ նախարար։ ինչպես ասում են, խելացի հորթը 7 մոր կաթ է ուտում։ Ահա հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում են նրանք։
կարող են ախպերություն անել ինտելեկտուալ առումով իրենցից ենթադրաբար ավելի ցածր գտնվողների հետ, շողոքորթել նրանց, ինչպես Արվեսը Ագրավին։ Եթե ընդհանրացնենք հակասոցիալական անձնավորությանը բնորոշ են հետևյալ հիմնական գծերը. ֆրուստրացիաների նկատմամբ հանդուրժողականության ցածր մակարդակը, օրենքները, կանոնները, սկզբունքները հանդուրժելու դժվարությունները, արագ լուծումների նկատմամբ հակումը, ինչպես նաև հարցերը «Խի ես», «Խի իմ նման տղեն», պատասխանատվությունը ուրիշների վրա բարթելը կամ զոհի վարկաբեկման մեխանիզմը։ Մեղքը, պատճառը եւ պատասխանատվությունը դիտվում են իրենցից դուրս, իրենց անձից դուրս։ Պատասխանատվության եւ մեղքի սեփական մասնաբաժինը նվազեցվում է կամ ռացիոնալիզացվում։ Ինձ հասցրին, ինձ դավադի տարին։ Երրորդը, որ շատ ակնհայտ է, մարդկանց շահագործելը։ Մարդիկ գնահատվում են ըստ իրենց պետքականության։ Երբեմն հաճախ դիտվում են նման արտահայտություններ, օրինակ պետքական մարդը, մտերմությունը, հմայքը կամ նույնիսկ ապրումակցումը ծառայում են մեկ միասնական նպատակի՝ շահի։ Հարաբերությունները միջոց են, ոչ թե նպատակ։ Մակերեսային հմայքը եւ սոցիալական հարմարումը։ Իրադրային պլանում դրանք բավականին համոզիչ են։ Ունեն ճարտար լեզու, սիրալիր են, չափազանց սիրալիր։ Բարոյական սկզբունքները կիրառվում են ընտրողաբար, ճկուն։ Այսինքն կարող են նաև արտահայտել գաղափարներ, առանց դրանց կրողը հանդիսանալու կամ նույնիսկ դրանց ընդհանրապես չհավատալու։ Հաջորդը՝ մեղքի զգացման պակասը։ Ափսոսանքը վերաբերում է ավելի շատ հետևանքներին, քան հասցված իրական վնասին։ Փոխարենն ասելու ներողություն, որ քեզ ցավ պատճառեցի կամ կաներես, որ ես քեզ ցավ պատճառեցի, նրանք ասում են այսպես. «Ահեչ լավ բան չեղավ է, սկի լավ բան չստացվեց»։ Հաջորդը՝ կանոնների կամ նորմերի ռելատիվիզմը կամ դրանց հարաբերականացումը իրենց օգտին։ Կանոնները, օրենքները լեգիտիմ են, եթե ծառայում են բացառապես իրենց օգտին։ Սահմանների խախտումները արդարացվում են որպես բացառություններ։ Իրենց դեպքում դա կարելի է։ Կարճաժամկետ պահանջմունքների վրա գերկենտրոնացումը, այսինքն անմիջական օգուտի վրա կենտրոնանալը, երկարաժամկետ հեռանկարում դրանց հետևանքների թերագնահատումը կամ լիակատար անտեսումը։ Պարտքեր վերցնելը, օրինակ վարկային գծերի կամ վարկային քարտերի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը եւ այլն։ Զոհի կամ հերոսի նարատիվները։ Օրինակ, մարդ պետք է վիզ դնի, թող որ պետք եղավ պետք է խաբեսել, բա ոնց։ Կամ ես այնքան աբրածոն եմ, որ սեփական դաժանությունն այլոց նկատմամբ, մասնավորապես ընտանեկան բռնությունը մեկնաբանվում է որպես անհրաժեշտություն, որ չխփես վաղը մյուս օր գլխի տա նստելու։ Տառապանքը ծառայում է որպես բարոյական ինքնարդարացում։ Օրինակ, Հասկանում ենք շատ մեղքեր են գործել, բայց այդ մեղքերը մենք մեր ուզելով չենք գործել։ Աղրն այս երկրում ենք ապրում, որ հնարավոր չի մեղքեր չգործել։ Մենք մեղավոր չենք, երկիրը երկիր չի։ Մեկ այլ կարևոր նկատառում եւս։ Հակասոցիալական անձնային խանգարումը կամ հակասոցիալական անձնային գծերը դրանք նույնական չեն։ Հետևաբար պետք է անպայմանորեն ախտորոշումը թողել մասնագետներին։ Եթե ամփոփենք, հակասոցիալականն այն չէ, ով խախտում է կանոնները, այլ նա, ով բերում է նրան, որպեսզի ուրիշները այդ խախտումների համար վճարեն։ Իսկ հիմա մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնք կօգնեն քեզ պաշտպանվել մանիպուլյացիաներից։ Առաջին կարևոր պայմաններից մեկը ինքնաճանաչողությունն է։ Հոգեբանական մանիպուլյացիան ենթադրում է երկու կողմ՝ նա, ով խաղում է, եւ նա, ով անկեղծորեն հավատում է։ Իսկ մանիպուլյացիաների նկատմամբ իմուն պաշտպանված կարող ես լինել միայն այն դեպքում, երբ դու ինքդ քեզ լավ ճանաչում ես, քո բոլոր ուժեղ եւ թույլ կողմերով։ Ցանկացած մանիպուլյատոր սնվում է քո սեփական անձի հանդեպ անինքնավստահությամբ, այլոց կողմից ընդունված, սիրված եւ գնահատված լինելու մարդկային ձգտմամբ, եւ եթե դու ձգտում ես ամեն գնով ուշադրության արժանանալ, ապա դրանով իսկ հնարավորություն ես ընձեռնում մանիպուլյատորին անձամբ որոշել դրա դիմաց վճարվելի գինը։ Այստեղ չափազանց կարևոր է նաեւ արժեքների հստակությունը։ Եթե դրանք քեզ համար գոնե հստակ ձևակերպված չեն,
ապա նա քեզ կվաճառի իրենը։ Այլ խոսքով, մանիպուլյացիաները ճանաչելու լավագույն նախադրյալը ամենից առաջ ինքնաճանաչումն է եւ դրա հիմքի վրա կառուցված կայուն, համարժեք ինքնագնահատականը։ Մյուս կարևոր նախադրյալը իրականությունը հույզերից տարբերակելն է։ Որոշ մարդիկ կարող են քեզ մոտ ուժգին զգացումներ հարուցել։ Ձգողականություն, կիրք կամ տենչ։ Շատերն այստեղ փաստարկում են մոտավորապես այսպես. դե քիմիան պետք է բռնի, որ քիմիան չբռնի, մնացածը սախսուտ է։ Համաձայն եմ, բայց այդ մենք ընչի զուտ քիմիական հակազդումներից ենք բաղկացած։ Եթե քիմիական հակազդումներն այդքան որոշիչ են, ապա ինչու է օրինակ մեղրամսի վերաբերյալ շրջանառվող ժողովրդական խոսույթն ասում մեղրը կերան, հասան, արդեն կռահեցիք երևի ինչին։ Այսինքն ապրվող հույսերի ինտենսիվությունը ավտոմատ կերպով չի ենթադրում դրանց բնականություն, ճշմարտացիություն կամ համարժեքություն։ Շատերի համար սեռականությունը կարող է լինել զուտ իրականությունից փախուստի ինչ-որ մեխանիզմ։ Երբ սիրո օբյեկտի ընտրության հարցում մարդիկ նախրի մեջ էշի ճակատն են պատճում եւ դրա հետևանքով զանազան տառապանքներ կրում, կսկծու հայտարարում են, թե սերն աթարին էլ է կպնում։ Իրականում սակայն սերն աթարին չի կարող կպնել։ Իսկ եթե այնուամենայնիվ կպնում է, ապա դա դժվար թե սեր լինի։ Քանզի իսկական սերը հատուկ է ինքնանույնացված, ինքն իր հետ ներդաշնակ, կյանքի ճանաչողությամբ եւ զորեղ անհատականությամբ պոշտված մարդուն, որն ընդունակ է ուրիշների մեջ աթարը պարզ ճանաչելու։ Ուստի կարելի է վստահաբար արձանագրել, որ աթարի հանդեպ սերը ոչ այլ ինչ է, քան սեփական անձի հանդեպ անգիտակցական ատելություն։ Ինքն իրեն սաբոտաժի ենթարկելու հակում։ Հետաձգիր հակազդումդ եւ հարկ եղած դեպքում ասա ոչ։ Մանիպուլյատորները հենց դրան են սպասում, որ անմիջապես արձագանքես առանց երկարբարակ մտածելու, առանց ծանր ու թեթևանելու, որպեսզի արդարանաս, բացատրես եւ նրանք էլ հնարավորություն ունեն փափուկ իշ կիրառելու։ Լավ, պարզ է քո հետ, քեզ էլ իմացանք։ Եթե որևէ մեկը քեզ հետ է, ապա նա չի փորձի քեզ վրա ճնշում գործադրել։ Իսկ շատերը արձագանքում են նման իրավիճակներում մոտավորապես այսպես. Վաղո ջան, կարող եմ մի $100 պարտքով տաս։ Իսկ դու կարող ես մի հատ մեջքս պաչես։ Ինչի մեջքդ որ։ Դե դու էլ անես լավ հերվից սկսեցիր։ Դե հարգելիներս, շնորհակալ եմ տեսանյութը դիտելու համար, հուսով եմ, որ այն ինչ-որ ինչուների պատասխան տվեց։ Եթե այո, ապա կխնդրեի, որպեսզի սեղմեիք հավանել կոճակը, տարածեիք տեսանյութը եւ բաժանորդագրվեիք ալիքին։ Այդպիսով դուք մեծապես կաջակցեք ինձ եւ կօգնեք, որպեսզի ես հետագայում եւս ակտիվ մնամ YouTube-յան հարցակում։ Իսկ մեր հաջորդ տեսանյութը նվիրված է լինելու հոգեցին գլխապտույտին, երբ բժշկական ստուգումները վտանգավոր որևէ բան ցույց չեն տալիս, բայց գանգատները շարունակում են պահպանվել։ Դե հուսով եմ կտեսնվենք շուտով, մնացեք առողջ եւ պահպանեք առողջ հարաբերություններ առայժմ։